Ամենասարսափելի նախադասությունը, որ ես կարդում եմ, Երևանի քաղաքապետարանը ինչ-որ պետություն է պետության մեջ։ դու քո սեփական կարիքների համար ես դիմել, Միատեսակ եւ միաձև չեն տեղեկատվություն տրամադրելու հարցում։ շրջակա միջավայրի հետ դատական գործ են ունեցել, իրենք պարտվել են եւ դրանից հետո իրենց վարքագիծը փոխվեց։ Ֆիզիկայի ինստիտուտի վերաբերյալ մի դատավարություն ունենք, որը քանի տարի տևեց։ 5 տարի։ Այսինքն լրագրողը իր անձնական հետաքրքրությունների համար չի ստանում այդ տեղեկատվությունը։ Որոշ դեպքերում դու ուղղակի սпасելու ժամանակ չունես։ Քննչական մարմինները ուզում են ինչ-որ մի քաղաքական դեպքով տեղեկատվություն տարածեն, որը որ իրենց ընդդիմախոսներին պետքա վնասի, այսպես ասած, իրենք ինչ ուզում հանում են այդ քրեական վարույթից հրապարակում են։ Ընթերցողների մեջ էլ կան փնտրող, գտնող, տարածող մարդիկ, Մենք այսքան բողոքում ենք պետական կառույցներից, այս մասը կլսեն, չեն լսի։ Մեր հույսը հիմա Վճռաբեկ դատարանն է։ Բարև ձեզ, հետքի 8-րդ հարկ ոդքասթի շրջանակում այսօր ես հետքի լրագրող Տիրեր Մուրադյանս եւ հետքի լրագրող Գրիշա Բալասանյանը կզրուցենք տեղեկատվության հարցումներից, որովհետեւ դրանք շատ կարեւոր նշանակություն ունեն մեր աշխատանքի մեջ։ Այդ հարցումները շատ անհրաժեշտ գործիքներ են, որոնք որ մենք կիրառում ենք մեր հետաքննական հոդվածները եւ ոչ միայն հետաքննական, մյուս հոդվածները պատրաստելիս։ Այդ տեղեկատվության հարցումներից հետո տեղի ունեցող process-ներում, երբ որ մեր հարցումներին վատ են պատասխանում, անհրաժեշտություն է լինում նաև դատական կարգով այդ հարցումների պատասխանները, այդ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալ, այդ գործում մեզ օգնում է Գրիշան, ով նաև փաստաբանների պալատի անդամ է եւ լիցենզավորված փաստաբան։ Բայց միջև բուն գալը թե այս հարցումներից հետո ինչ դժվարություններ կա մեր մոտ, ես երեք մտածում եի, որ լավ ինչի պիտի մեր լսողներին հետաքրքրի այս թեման, որովհետև սա կապված ուղիղ այդպես հետաքննական հոդվածներ չեն, դրանց դետալները չեն, եւ եկա այն մտքին, որ տեղեկատվության հարցումները մենք օգտագործում ենք նախ որպես գործիք, որ հասանելի է բոլոր քաղաքացիներին։ Այսինքն լրագրողները չէ որ միայն տեղեկատվության հարցում ուղարկելու, այսպես ասած, իրավունք ունեն։ Այդ սահմանադրությամբ մեզ տված, նաև օրենքով նախատեսված իրավունքը, ճիշտ եմ ասում։ Այո, իրավունքը, որը մենք իրացնում ենք։ Ընդհանրապես յուրաքանչյուր ոք կարող է այդ իրավունքը իրացնել, որովհետև դա պայմանավորված չէ սեռով, ռասայով, քաղաքացիությամբ, այսինքն յուրաքանչյուր ոք։ Դա նշանակում է, որ նույնիսկ Հայաստանում ժամանակավոր ապրող օտարերկրացին կարող է հարցումով դիմել եւ ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները։ Գրիշ, տեղեկություններ փնտրել, գտնել, դա ինչի է, այսինքն տեղեկություններին հասանելիություն ունենալը լայն զանգվածների համար, մարդկանց, տարբեր ոլորտի, ինչու է կարևոր։ Դա ինչ իմաստ կա դրա մեջ։ Շատ մեծ պարզունակ տամ հարցը, որ ավելի պարզ խոսեմ։ Իրականում, հա, թվում է պարզունակ, բայց պարզունակ չի, որտեղ ինքը խորքային իրավունքների հետ է առնչվում։ Նախ սկսենք նրանից, թե ինչու պետքա քաղաքացիներին հուզի կամ հետաքրքրի, թե լրագրողների տեղեկատվություն ստանալը ինչքանով առնչվում իրեն, ուղիղ առնչվում է իրեն, որովհետև այդ տեղեկատվությունը եւ ստացված պատասխանը հենց վերջնական սպառողի համար է։ Այսինքն լրագրողը իր անձնական հետաքրքրությունների համար չի ստանում այդ տեղեկատվությունը։ Ստանում է, որպեսզի հանրայնացնի եւ քաղաքացիներն էլ իրացնեն լրագրողների միջոցով իրենց իրավունքը տեղեկացված լինելու։ Տեղեկատվությունը, ինչպես մենք ջուրն ենք խմում, հացն ենք ուտում, մեր նախընտրած երշիկն ենք ուտում, դա եւս սնունդի տեսակ է, հա, կոպիտ է հնչում, բայց սնունդ է։ Դու առանց տեղեկատվություն ստանալու վակուումում չես կարող ապրել։
Թունավոր սնունդան է։ Թունավոր սնունդա որոշ դեպքերում, բայց կաթում ածունով ուտվում է երբեմն այդ թունավոր սնունդը, ու այդ տեղեկատվությունը գիտես ինչով է կարևոր, որ մարդը գոնե հանրային վերահսկողություն է փորձում իրականացնել։ Դրան իհարկե մի քիչ ավելի խորքային կարծում եմ պետք է անդրադառնանք, որովհետև տեղեկատվություն ստանալը զուտ միայն կարդալ եւ հանգիստ նստելը չի, դու դրանով իրացնում ես քո եւ հենց տեղեկատվություն ստանալու իրավունքը եւ դրան հաջորդող այլ իրավունքներ։ Դե սովորական քաղաքացիները, շարքային քաղաքացիները տեղեկատվությունը հիմնականում սպառում են։ Այո, տեղեկատվություն սպառում են։ Մեր դեպքում մի փոքր այլ է, մենք փնտրում ենք, գտնում ենք, հավաքում ենք, դա մշակում ենք, ֆիլտրում ենք, առանձնացնում ենք այդտեղից կարևորը եւ նաեւ նայում ենք այդ տեղեկատվությունը հանրությանը ինչի պիտի հետաքրքրեր, դրանով կառուցում ենք, կազմում ենք, գրում ենք մեր հոդվածները եւ կիսվում ենք հանրության հետ։ Դու ոնց որ վերջնական ապրանքը ներկայացրեցի, որ փաթեթավորված հանձնում ես իրեն, բայց բարեբախտաբար մեր ընթերցողների մեջ էլ կան փնտրող, գտնող, տարածող մարդիկ, ովքեր մեզ որոշ դեպքերում օգնում են, այսինքն արդեն որ ուսումնասիրած տվյալներ փոխանցում են մեզ, ասում են ես այսքան եմ կարողացել, մնացածը խնդրում եմ դուք շարունակեք, որովհետև շատ բաներին հասանելիություն չունեմ կամ գուցե չի մտածել թե որտեղից կարող է վերցնել, բայց բարեբախտաբար նման քաղաքացիներ էլ ունենք, որոնք օգնում են մեզ շատ։ Հետ չեղել է, որ շատ ինֆորմացիա հավաքես, հետո գլուխդ սկսի ցավել դրանից կամ սկսես վատ քնել։ Ես միշտ եմ վատ քնում, դրա հետ կապ չունի, բայց մեծ հաշվով, հա, որովհետև այդքան տվյալների հետ գործ ունենալը հեշտ բան չի իրականում։ Այնտեղ կան հակասություններ, կամ այդ հակասությունները դու պետք է գտնես, դու էլ ես տվյալների հետ աշխատում, գիտես ինչ լուրջ բան, այսինքն ընթերցողը կարող է մտածի, դե հա, այս հոդվածը կարելի է 2 ժամում գրել, բայց միայն տվյալներ հավաքել, մշակել եւ ապրանքային տեսքի բերել կարող է ամիսներ պահանջի։ Ոնց ես անում, որ այդ ինֆորմացիան, որ շատ հավաքել ես գլխիդ մեջ, հա, հետո մոռանաս հաջորդ օրը։ Ջրին ես պատմում, ինչ ես անում։ Չէ, փորձել եմ եւ ջրին պատմել, ընդ որում հոստող, որև ձեւով չի ստացվել։ Ինձ թվում է պետք է չի ինչ որ մեկին պատմել, դու պետքա փաթեթավորել եւ ներկայացնել, որովհետեւ այդ տեղեկատվությունը հետաքրքիր բան ունի, հա, ինքը ասենց թվում է մի պատասխան, բայց այդ պատասխանից կարելի է ասենց ճյուղավորել եւ այլ հոդվածներ էլ ստանալ։ Հետեւաբար այդ ինֆորմացիայի հետ պետքա շատ խնամք վերաբերել, նույնիսկ այն աննշան բաները տողատակերում որ կարող է երևա քեզ լիքը հուշող տվյալներ կարող է տալ։ Հիմա տես, մեր նաև քաղաքացիներ են դիմում խմբագրություն, դե խմբագրություն ամեն օր բազմաթիվ զանգեր են լինում տարբեր թեմաների, բայց նաև լինում են մարդիկ, որոնք որ ինչ որ տեղեկատվություն են փնտրում, չեն կարողանում գտնել, զանգում են եւ մեր միջոցով են փորձում գտնել այդ իրանց հասանելիք, իրանց հետաքրքրող տեղեկատվությունը։ Մի կողմից օրինակ մենք որ ամեն օր այդ գործի մեջ ենք, մի քիչ զարմանալի է թվում։ Հա, որ չեն կարողանում գտնել։ Հա, որովհետեւ արի հանուն արդարության ասենք, որ Հայաստանում բաց տվյալները գուցե լավ որակի չեն, մշակված չեն, բայց կան։ Օրինակ մենք քաղաքացիներին տրված այդ գործիքները կիրառելով կարողանում ենք իմանալ գույքերի սեփականատերերին, կարողանում ենք անշարժ գույքի, թե որ հողակտորը ում է պատկանում, դա ինչ հողակտոր է, ինչ բնութագիր ինքը ունի, կարողանում ենք կազմակերպությունների այդ իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկություններ գտնենք, բաժնետերեր, կարողանում ենք հեշտությամբ դատական գործերից տեղեկատվություն ստանալ, դրանց ընթացքի, այլ հարց է իհարկե, որ դատալեքս համակարգը վատ է աշխատում եւ այլն, բայց որ այսպես sense շարունակեմ թվարկել, մենք բոլոր ոլորտների վերաբերյալ Հայաստանում ահագին բաց տվյալներ կան։ Հիմա քաղաքացիները դրանց տեղը չեն իմանում, բայց ինչ-որ տեղը իմաստվել նորմալ է, էլի, որ այտենց չգիտեն, իրենց բանու գործը չի էլի դա։
image կռիվ գցեցիր ներսում, որովհետև հիմա կռվում են լրագրողն ու փաստաբանը, Չէ, չմի կռվի։ կռվում են, ես արդեն զգում եմ, այստեղ երկու կարևոր հանգամանք կա։ Նախ անհրաժեշտ է, որ մարդը գոնե տարական իր իրավունքների մասին տեղեկացված լինի, գոնե իր անձը պաշտպանելու, իր սեփականությունը պաշտպանելու, իր ընտանիքը պաշտպանելու հետ կապած, որպեսզի գոնե զոհ չդառնա։ Այդ առումով անհրաժեշտ է, որ գոնե մինիմում այդ բաց տվյալների մասին տեղեկացված լինի եւ կարողանա գտնել։ Եթե ընդհանուր վերցնենք լրագրողական տեսանկյունից, իրեն անհրաժեշտ չի, որովհետեւ կան մարդիկ, ովքեր աշխատում են այդ ինֆորմացիան հրապարակում են։ Բայց ստեղ են մասամբ համաձայն չեմ, որովհետեւ գուցե իմ կարիքները ավելի շատ են, քան ինձ հրամցվում է։ Ես պետքա նաև մնացած այն մասը, որը ինձ չի տրվել, ես պետքա գտնեմ եւ սպառեմ իմ պահանջմունքը։ Դե տեղեկատվություն ստանալ եւս պահանջմունք է, պահանջմունքը պետքա բավարարես։ Դա նույնն է, որ քեզ հաց են տալիս, բայց դու չես կշտանում։ Պետքա ինչ-որ մի տեղից էլի մի բան գտնես ու տես, չէ՞։ Մենք անում ենք հաճախ։ Բայց նույնը ինֆորմացիայի հետ է։ Լրագրողները իրենց սուբյեկտիվ նաև որոշ առումով դիրքորոշումն են ներկայացում նյութի մեջ։ Ճիշտ է, դա փաստարկված է եւ այլն, բայց իրենք իրենց ներքին համոզմունքի վրա են հիմնվում եւ հեչ կարեւոր չի, որ բոլորի ակնկալիքները արդարանան եւ բոլորի պահանջմունքը դրանով սպառվի։ Դու հիմա մի հատ ուրիշ կողմ ես գնում, իհարկե դրա մասին կարող ենք խոսել, բայց ուզում եմ ասել, որ այս մենք տեղեկատվությունը, որ փնտրում ենք, գտնում ենք, դրա մասին նաև ուղեցույցներ ունենք, հետքի կայքում կա դարակ բաժին, օգտագործելով այս առիթը, նաև ուզում եմ մի փոքր խոսել դրա մասին, այդ դարակ բաժնում մենք նաև հետքի լրագրողներով ուղեցույցներ ենք գրել, թե ինչպես գտնեն բաց աղբյուրներում արկա տեղեկատվությունը եւ դա ահագին հեշտացնող միջոց է իմ կարծիքով։ Հիմա բայց նաև ուզում եմ որ գանք արդեն թե այս տեղեկություններ փնտրել գտնելու ժամանակ ինչ խնդիրների եւ պատերի ենք մենք բախվում, որովհետեւ եթե մենք չենք կարողանում գտնել մեզ հետաքրքրող տեղեկատվությունը, դա ազդում է մեր աշխատանքի վրա, մենք դժվարությամբ կամ ուշ ենք կարողանում այդ պատմությունը ամփոփել եւ հետեւաբար նաեւ հանրությանը չենք կարողանում նորմալ ներկայացնել։ Հաճախ լինում է, որ երբ որ ինֆորմացիա չենք կարողանում ստանալ, այդ պատմությունը թողում ենք։ Ես իհարկե չեմ ուզում հիմա շատ փակագծեր բացել, թե որ նյութերը, որոնց վրա դեռ աշխատում ենք, այդտեղ ինչ բան ունենք, դժվարություններ, բայց մի նախադասությամբ ասեմ, որ Սևանի ափին գտնվող այդ հանգստյան տան պատմությունը, որ դու ես ուսումնասիրում, այդտեղ էլ մի հատ կետ է գալիս, որ պետական մարմինները ինֆորմացիա չեն տալիս։ Եվ այդտեղ արդեն դժվարանում է, հիմա մենք քննարկում ենք, չէ, ոնց այս կողմից գալ, այս կողմից գալ, եւ այդ արդեն դժվարացնում է։ Կարող է մի քանի ամիս տևի, միջև այս պատմությունը կարողանաս դու դա բանանես, բացահայտես։ Հիմա բայց միևնույն ժամանակ մենք գիտենք, որ պետական կառույցների գլխավոր գործառույթը չի ինֆորմացիա տրամադրելը։ Նրանք ամեն մեկ ունեն իրանց բուն աշխատանքը։ Երևանի քաղաքապետարանը, Երևան համայնքի հարցերով է զբաղվում, բոլոր նախարարությունները իրենց բաներով են զբաղվում, բուն գործառույթով։ Այս տեղեկատվության մատչելիության ապահովման հարցը չես կարծում, որ ուղղակի այսպես ինչ-որ պարտականություն ունեն պետական եւ համայնքային կառույցները, որ այդ պարտականության նկատմամբ առանձնապես տենց լուրջ չեն մոտենում։ Ես մասամբ համաձայն չեմ, որ իրենց գլխավոր պարտականությունը չի, գուցե գլխավորը չի, ասենք թիվ 1 խնդիրը չի, բայց իր պարտականությունների մեջ է մտնում հանրությանը իրազեկելը եւ տեղեկատվություն տալը։ Ինչու՞, որովհետեւ դրանով հանրությունը վերահսկողություն է իրականացնում հանրային իշխանությունների նկատմամբ։ Դե բայց իշխանությունները չեն ուզում։ Դե իշխանությունները շատ բան չեն ուզում, բայց դա իշխանությունների կարծիքը կարելի ասել որևէ մեկին չի էլ հետաքրքրում, իրենք ուզում են թե չէ։ Եվ բարթացնում են։ Դե բարթացնում են, գիտես ինչ են բարթացնում, որովհետեւ որևէ իշխանության կապ չունի թե ով է իշխանության գլխին, հա։ Ձեռնտու չի, որ հանրային վերահսկողությունը ուժեղ լինի։
Ինչու, որովհետև հենց նույն հանրային կառավարման տիրույթում բազմաթիվ խնդիրներ կա, բազմաթիվ չարաշահումներ, բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր, եւ եթե լայն հնարավորություն տան հանրությանը, այդ թվում նաեւ լրատվամիջոցներին, որտեղ լրատվամիջոցները վերջո հանրության համար են աշխատում, այդ կեղտոտ ապրանքը դուրս կգա ջրի երես։ Հենց դրանով է պայմանավորված, որ իշխանությունները ընդհանրապես շատ པարզ քաղաքականություն են որդեգրել, չունենք ինֆորմացիա։ Կամ վիճակագրություն չենք, ամենասարսափելի նախադասությունը, որ ես կարդում եմ, վիճակագրություն չվարելու պատճառով տեղեկատվությունը մերժել է։ Հիմա դրան կգանք, այդ շատ լավ կտոր է, անպայման խոսենք այդ տվյալների չտրամադրումը վիճակագրություն չունենալու պատրվակով, բայց ուզում եմ գանք նաև նրան, որ երբ որ նոր այս գործող իշխանությունը երբ որ ձևավորվել էր 18 թվականից սկսած, ես հիշում եմ, որ շատ բաց էին ի սկզբանե տեղեկատվություն տրամադրելու հարցում եւ ավելին նույնիսկ մեզ թույլ էին տալիս մի հոդվածաշար արեցինք, որ նախարարների աշխատասենյակներ ինչպեսին են, դռները բացել էին, նաև այդ կարգի հարցերում էին բացել, բայց գնալով բարդացավ, դժվարացավ եւ տեղեկատվությունը սկսեցին սահմանափակ տրամադրել կամ չտրամադրել։ Հիմա դա ինչի մասն է խոսում։ Նույն բանի մասն է խոսում, որ չեն ցանկանում ուղղակի հանրությանը տեղեկացնել այդ ռիսկերի եւ բացական դրսևորումների մասին։ Երբ որ սկզբից բաց են եւ այլն, դա բնական երևույթ էր, որովհետեւ իշխանությունը դեռ իշխանության բարիկներից չէր օգտվել եւ ամբողջությամբ ներգրաված չէր այդ process-ների մեջ, բայց երբ որ սկսեց արդեն որոշումներ կայացնել, երբ սկսեց ինքը իրեն պարգևատրել լավ աշխատանքի համար, սկսեց հանրային ռեսուրսներ օգտագործել եւ այլն, բնականաբար արդեն հասկացա, որ իշխանությունը այդքան էլ վատ բան չի եւ կարելի է դրանից նաեւ անձնական օգուտ ստանալ, ինչը անում են եւ դա անելու են հաջորդ իշխանություններն այլ, ասենք բոլոր իշխանություններին դա բնորոշ է։ Այլ հարց է, թե ինչքանով է դա բալանսավորված։ Հիմա ոնց որ մեր իշխանությունները արդեն են կարմիր գիծը հատում են, դրանով է պայմանավորված այդ իրենց փակ քաղաքականությունը, հա, ինֆորմացիա չտալ կամ հնարավորինս սահմանափակել։ Այդ իշխանական վախեր են, որը ել եմ ասում բնորոշ է գրեթե բոլոր իշխանություններին։ Այդ պարգևատրումներն ասեցիր, հիշեցի, որ 2019 թվականին էր մամուլում իհարկե գրվել էր, կարծեմ հրապարակորաթերթն էր գրել, որ ինչ որ գաղտնի որոշումով նախարարների եւ փոխնախարարների գլխավոր քարտուղարների աշխատավարձը ավելացվել էր եւ դրանից հետո մենք իհարկե այդ լուրը կար, բայց եթե չեմ սխալվում, մենք այլ աղբյուրից ինֆորմացիա ստացանք դրա ճշմարտացիության մեջ եւ փորձեցինք դա պարզել ոնց է եղել, դե իհարկե դա գաղտնի հանձնարարականով էր, գաղտնի գրիֆով էր գնացել այդ որոշումը։ Իսկ այդ հարցը չտվեցիք ցեզ էլի, ինչի է գաղտնի։ Եթե ամեն ինչ օրինական է, եթե ամեն ինչ արդար է, եթե ամեն ինչ ճիշտ է, ինչի պետք է գաղտնի լինի։ Արդեն հենց այդ գաղտնիից էինք տվել, այդ հարցը հետո խորհրդարանում կարծեմ Էդմոն Մարուկյանն էր այն ժամանակ Լուսավոր Հայաստան խմբակցությունը որ խորհրդանում էր, Էդմոն Մարուկյանը հարց ուղեց վարչապետին, չեմ հիշում ինչ պատասխանեց, բայց հիշում եմ, որ այդ հարցը հնչել է, եւ բայց մենք ոնց է տեղեկությունը գտանք։ Եվ ուզում եմ մի փոքր պատմել, հետաքրքիր կլինի, որովհետև գիտես ինչի է կարևոր այդ մասը, միշտ չի որ մեր հոդվածները իդեալական պատասխանների վրա է հիմնված։ Դե հաճախ դու գրեթե զրոյական պատասխան, պաշտոնական պատասխան ստանալու դեպքում էլ կարողանում ես որոշ ինֆորմացիա գտնել եւ հանրության այդ հոդվածը ներկայացնել։ Իհարկե որոշ չափով տուժում է հոդվածը, որովհետև բազմա կարծությունն է այստեղ հա նվազում իշխանությունների դիրքորոշումը եւ պատասխանատվության այդ տարը չկա, բայց մյուս կողմից սա եւս ցույց է, թե ինչու չկա, որովհետեւ բաց եւ թափանցիկ աշխատելու դեպքում կարծում եմ այդ ցույցը միշտ գրեթե բոլոր հոդվածներում պետք է երևա։ Ուրեմն հեղափոխական արդեն իշխանություն էր ձևավորվել եւ թաքուն էր
բարձրացվել այդ վարձատրությունը, այդ բարձրաստիճան պաշտոնյաների։ Եթե չեմ սխալվում 19 թվականն էր։ 19, հա, 19 թվականներ մենք քննարկում էինք խմբագրությունում գլխավոր խմբագրի հետ Էզիկ Բադասարյանի, որ ոնց կարող ենք գալ այս ինֆորմացիան, ոնց կարող ենք գտնել, որը որ գաղտնի հանձնարարականով է գնացել։ Այսինքն գաղտնի գրիֆն է եւ փակ է։ Մենք հասանելիություն չունենք այդ ինֆորմացիային։ Մենք ինչ որ հնարամիտ մի բան երկար մտածեցինք իհարկե, բայց փորձեցինք մի հատ հնարամիտ ինչ որ մի բան անենք եւ որոշեցինք նախ առանձին դիմել 3 նախարարության, հարցրեցինք քանի աշխատակից ունեն, քանի աշխատակից են ունեցել 3 հաջորդող ամիսների ընթացքում եւ առանձին մի հատ էլ հարցրեցինք թե աշխատավարձային ֆոնդը ինչքան է եղել այդ 3 ամիսներին եւ դրանց պատասխանները երբ որ եկանք իհարկե այդ նախարարություններում տեղյակ չգիտեին թե մենք դա ինչի համար ենք հարցնում եւ այդ տեղեկատվությունը տվեցին երբ որ մենք առանձին ստացված այս տվյալները համադրեցինք տեսանք որ 2019 թվականի ամիսներից մեկում կտրուկ բարձրացում կա այդ վարձատրության եւ այդ ամիսը առանձնացրեցինք, համեմատեցինք մյուս նախարարությունների աշխատակիցներ, բյուջե այդ հարաբերակցությանը եւ այդ տարբերությանը եւ այդտեղից արդեն ոնց որ դուրս եկավ, որ կոնկրետ այս ամսին աշխատավարձային ֆոնդը նույն թվականակով անձնակազմի դեպքում բարձրացել է։ Հետո իհարկե արդեն առանձին սկսեցինք այդ նախարարությունների ղեկավարներին, նախարարներին, տեղակալներին եւ գլխավոր քարտուղարների վարձատրության մասին տվյալներ հարցնել, այդտեղ դե ֆինանսների նախարարությունը այդ ժամանակ նախարար Ատոմ Ջանջուղազյանն էր, գրեց որ հայտարարագիր կներկայացնենք, այդտեղ կտեսնեք, թափանցիկության մասին խոսող կառավարության ներկայացուցիչի պատասխանը 19 թվական։ Ասենք լավ դե հիմա պատասխանել է, այնտեղ մյուս երկու նախարարություններից մյուս երկու նախարարությունից արդեն ստացանք թե որքան է կազմել նախարարի աշխատավարձը եւ դրան հավասարեցված վճարումները եւ վերջնարդյունքում այդպես կարողացանք ողջենք որ ավելացել է այս մարդկանց վարձատրությունը գաղտնի ձևով եւ սա ինչի է ուզում այսպես դետալացված պատմել որ նաեւ քաղաքացիներն էլ լրագրողներն էլ հատկապես մեր գործընկեր մյուս լրատվամիջոցներից իմանան նաեւ որ այս գրավոր հարցումների գործիքը թեև ժամանակատար է պետք է սպասես ամեն հարցումից հետո ընդհանուր միջև մի ամիս եւ ավել բայց միջոց է որով կարող ես հասնել քո նպատակին եւ մենք այստեղ մեր նպատակը այդ տեղեկատվությունը բարձելը եւ հանրությանը ներկայացնելն էր մենք ոչ մի անձնական նպատակ չէինք հետապնդել ոչ այս նյութով ոչ առհասարակ մեր մյուս նյութերով եւ կարծում եմ որ կարող է հետաքրքրի մեր գործընկերներին էլ որ երբևէ կիրառեն սովորաբար կիրառում են բայց իման պատմեն ուզում եի պատմել էլի այս մասին ցավոք ճիշտ ես նշում որովհետեւ հնարավոր բոլոր տարբերակները պետք է գործի դնել խնդիրը ցույց տալու համար բայց ցավոք այսօրվա լրատվական դաշտն էլ հա չի սիրում շատ սպասել բայց դա ունի նաեւ իր օբյեկտիվ պատճառները որ ինֆորմացիան հնանում այո որոշ դեպքերում դու ուղղակի սպասելու ժամանակ չունես եւ իշխանությունները հենց այդ ժամանակի վրա էլ խաղում են քո հետ էլ պատահած կլինի որ տարական մի բան ենք հարցնում 30-օրյա ժամկետ են խնդրում ինչու հենց որպեսզի այդ ինֆորմացիան մնա հնանա փչանա եւ այլևս պիտանի չլինի այսինքն հանրությանը չհետաքրքրի այսօր ամեն օր մի նոր օրակարգ է թելադրվում հետեւաբար 1 ամիս 2 ամիս առաջ տեղի ունեցածը կարող է ակտուալ չլինի եւ դրանով հենց մարում են հանրային հետաքրքրությունը բայց հանուն արդարության նաեւ առանձնացնենք թե որ դեպքերն է որ գրություն ենք ուղարկում տեղեկատվության հարցնելու միանգամից ավտոմատ ռոբոտն է պատասխանում որ 5-րդ օրը պատասխանում է որ լրացուցիչ աշխատանք է պետք մենք խոսենք մի հատ այս գերատեսչությունների կառույցների մասին եւ նաեւ ընդունենք որ այո լինում են երբեմն որ լրագրողներն էլ
տվյալը բաց լինում է դրած, մենք լավ չենք ուսումնասիրում, այդ տվյալները նախապես լավ չենք գտնում, ուզում ենք աշխատացնենք պետական կառույցներին։ Այդտենց դեպքեր են լինում։ Իհարկե լինում են, բայց դա նաև օբյեկտիվ պատճառներ ունի, ընդունենք նաև, որ բաց բազաներում հրապարակված տեղեկատվությունը միշտ չի որ ճիշտ է։ Որոշ անճշտություններ կա, հետևաբար երբեմն լրագրողները իրենց ապահովագրելու համար լրացուցիչ հարցումով ցանկանում են ճշտել։ Տարական մի օրինակ բերեմ, համայնքների բյուջեների կատարողականը հրապարակված է իբր on-line թարմացվող տվյալներ են, բայց փաստացի տվյալները ուղղակի չի համապատասխանում հրապարակված տվյալների հետ։ Եթե հիմք ընդունես հրապարակված տվյալներ, ուղղակի սխալ հետևություններ կարող ես անել։ Դրա համար թվում է, թե ինֆորմացիան հասանելի է, բայց այդ ինֆորմացիան որակյալ չէ, դու չես կարող բացարձակ ճշմարտություն ընդունել։ Իհարկե, այստեղ նաև կա լրատվամիջոցների բարեխղճության հարցը, դա կարծում եմ անվիճելի փաստ է։ Այն նախարարությունները, որոնք որ վատ են պատասխանում մեր հարցումներին։ Կամ են կառույցները։ Հիմա նաև մենք պիտի այս քննարկման զրույցի ժամանակ էլ չմոռանանք, որ մեր գործընկերներն են այդտեղ աշխատում հանրային կապերի պատասխանատուներ, որոնց հետ մենք ամեն օր աշխատում ենք, եւ ես ուզում եմ հատուկ նշել, որ մեր քննադատությունը, բողոքը եւ դժգոհությունը իրենցից անձամբ իրենցից չի, այդ իրենց կառույցի մոտեցումներից է, որոշ դեպքերում նաև երբ անձամբ հանրային կապերի պատասխանատուներից էլ է, ինձ թվում է։ Օրինակը ցույց է տալիս, որ շատ դեպքերում հենց իրենցից է կախված։ Իհարկե տեղեկատվություն տնօրինողը պաշտոնյան է, այսինքն ինքը պետք է փոխանցի հանրային կապերի պատասխանատուին, որպեսզի պատասխանի լրատվամիջոցին, բայց պատասխանատուն հանրային կապերի պատասխանատուն էլ ջանք չի գործադրում առանձնապես երբեմն, որպեսզի այդ ինֆորմացիան ստանա եւ ժամանակին ստանա եւ որակյալ ինֆորմացիա տրամադրվի։ Օրինակ, հարցում ենք անում, կետերով հարցերը թվարկում ենք եւ մեզ ուղարկում են կարճ պարբերությամբ առանց կետերի պատասխան։ Ակնհայտ է, չէ, որ այդ ինֆորմացիան թերի է, որակյալ չէ, հետեւաբար պետք է դրան էլ ուշադրություն դարձնել։ Բայց հիմա եթե օրինակ մենք խոսենք ինչ-որ գերատեսչության, ասենք այս մամուլի պատասխանատուն լավ է աշխատում, կարող է տպավորություն առաջանա, որ դե հետքի հետ իրանք ինչ-որ աշխատում են, լավ է, այս լավ աշխատելն էլ է հարաբերական, այսօր կարող է լավ աշխատում այդ ինֆորմացիան, բայց վաղը կարող է այդ մեկ այլ ինֆորմացիա չտա, որովհետև հակասում է օրինակ գերատեսչության, չգիտեմ, կոնկրետ պաշտոնյայի շահերին։ Կամ ուղղակի չեն ցանկանում, որ այդ ինֆորմացիան հրապարակվի։ Հետևաբար այդ լավ ու վատը մի քիչ հարաբերական է։ Այդ դեպքում ուրեմն մամուլի խոսնակների անունները չենք հնչեցնում, գերատեսչությունների ստացվող տեղեկատվության որակից կխոսենք, թող նաև իրենք էլ մտածեն ինչն է այդպես, բայց նաև մնացածը աշխատակարգային կարող ենք առանձին դեպքով եւ հոդված գրել եւ քննարկել նաև հանրային կապերի պատասխանատուների հետ առանձին։ Հիմա օրինակ տես, իրավապահ մարմինները երևի նաև իրենց գործունեության առանձնահատկության բերումով սա կավա խոսեն։ Այդ ոստիկանություն, քննչական կոմիտե, հակակոռուպցիոն կոմիտե, դատախազություն, հետո գնանք արդեն դատարանների հետ առնչությունը, ասենք դատավորների հետ հաղորդակցություն չկա, գուցե պետք ճիշտ է որ չկա, գուցե ճիշտ չի որ չկա, բայց մենք դե դատավորների հետ առանձնապես անհատապես ինչ որ հարցեր քիչ ենք ունենում, եթե առանձին դեպքեր է լինում, բայց մնացածը մեր կռիվը, այսպես ասած, դատական տեղեկատվական համակարգի հետ է, որ դատավորները ուշ են այդ տվյալները մուտք անում իրենց աշխատակազմերը, միջև չենք զանգում կամ հոդված չենք գրում, չեն թարմացնում կամ եղած տվյալն էլ կիսատ պռատ է լինում, բայց քանի որ այս դատական տեղեկատվական համակարգից գանք դեպի այս նախաքննական մարմիններ, օրինակ որ երեխեքի հետ խոսում էինք մեր լրագրողների հետքի միջև այս մեր զրույցը, ասում են, որ օրինակ մեկն ասում էր քննչականից չեմ կարող տեղեկատվություն ստանամ նորմալ,
բայց դու ասում ես ես հակառակն եմ ասում, որտեղ ամենաազատ եւ բացը հենց քննչական մարմիններն են։ Բայց ես համաձայն չեմ քո հետ։ Գիտես ինչի համաձայն չես, որովհետեւ էլի մեջ երկու մարդ է խոսում։ Ես նայում եմ հարցին նաեւ որպես իրավաբան, կա ինֆորմացիա, որը չպիտի հրապարակվի։ Իհարկե մենք շատ ենք ուզում, որ այդ ինֆորմացիան մեզ տան։ Գիտես ջան, նախաքննական մարմինից կներես, հարցում ենք ուղարկում, հարցնում ենք, ասում ենք նախաքննություն 4 տարի նախաքննություն անում 5 տարի նախաքննություն անում մի պարզ դեպքով որտեղ որ առանձնապես շատ փորձաքննությունների կարիք չկար եւ այլն տարվա մեջ 2 անգամ հարցնում ես մի բառով գրում է ընթանում է նախաքննություն Սա իհարկե լավ չի, որ մի տողով է պատասխանում, բայց շատ դետալային էլ չպիտի պատասխաներ, էլի, կարծում եմ, եթե նախաքննությունը շարունակում է, շատ դետալային պատասխան չպիտի տա, բայց միևնույն ժամանակ պետք է հնարավորինս չեմ կարծում, որ միայն բաց եւ հանրամատչելի կարող է լինել նախաքննությունը շարունակում է արտահայտություն, այսինքն այնտեղ հրապարակման ենթակա այլ տվյալներ էլ կան, որը բայց որ օրինակ քննչական մարմինները ուզում են ինչ որ մի քաղաքական դեպքով տեղեկատվություն տարածեն, որը որ իրենց ընդդիմախոսներին պետքա վնասի, այսպես ասած, իրենք ինչ ուզում հանում են այդ քրեական վարույթից հրապարակում են։ Եվ քաղաքական, չէ, հիմա կարող ենք կոնկրետ օրինակներ դու անուղղակի ասացիր, ես հիմա ուղիղ կկապեմ, որ գաղտնիք չի, որ մեր քննչական մարմինները եւ իրավապահ մարմինները շատ քաղաքականացված մարմիններ են դարձել։ Ինչու որովհետեւ կոնկրետ քաղաքական հայտարարությունների հետևից են գնում։ Եվ այդ գիծը ես չէ որ պետք է այդ գնահատականը տամ, բայց այնքան ակնհայտ է հանրային տիրույթում, որ որևէ մեկի համար գաղտնիք բացահայտած չեմ լինի։ Դե ցավոք կա, դա ցույց է տալիս, որ այդ մարմինների ղեկավարները ուղղակի անկախ չեն, եւ այդ մարմինները անկախ չեն ու ուղղակի առնչություն ունեն եւ կապված են քաղաքական իշխանությունների հետ, ինչը շատ վատ է։ Այս իրավապահների այս բլոկից բացի նաև պաշտպանության նախարարությունից է դժվար տեղեկատվություն ստանալը։ Ու դա միշտ տենց է եղել, բայց միշտ է եղել։ Ինչ հիշում եմ, պաշտպանության նախարարությունը վատ է աշխատել, պաշտպանության նախարարության մամուլի խոսնակներն են վատ աշխատել, որովհետև այդ հաղորդակցությունը իրենց հետ շատ վատ է ստացվում։ Տարական մի օրինակ բերեմ, որպեսզի մեզ հետևողների համար էլ, հա, պարզ լինի։ Ընդհանրապես նյութերից մեկով հարցրել ենք Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրենի հետ էր կապված, այնտեղ չարաշահումների մասին էին գրել հետքի լրագրողները, եւ տեղեկություն ունեինք, որ այդ տնօրենին հովանավորում է հանրային տիրույթում ամեն դեպքում այդպիսի ընկալում կար, եւ տնօրենն էլ հպարտացել էր, որ իր թիկունքում կանգնած է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Մեր լրագրողը ընդհանրապես այդ կապի մասին էր հարցրել։ Մեկնաբանություն էր ուզել։ Այո, ընդհանրապես հարցրել էր գրավոր ուղարկել կան նման կապ ընդհանրապես եւ այլն։ Դա եսի ինչ չէին գնալու արխիվ, փաստաթղթեր չէին ուսումնասիրելու, վերլուծություն չէին անելու, ընդհանրապես 1 ժամվա ընթացքում կարելի էր պատասխանել կամ այդ կապը կա կամ չկա։ Բայց երբ պատասխանեցին։ 30 օր ժամանակ են խնդրել այդ տեղեկատվությանը պատասխանելու համար։ 30 օր հետո ասացին, որ ոչ, նման կապ չկա։ Այսինքն 30 օր էր պահանջվում Սուրեն Պապիկյանից կամ պաշտպանության նախարարությունից, որպեսզի հասկանան Սուրեն Պապիկյանը մտերիմ այդ ընտանիքի հետ թե չէ։ Դա ինչ է ԴՆԹ թեստ պետք է արվեր, թե ինչ պետք է արվեր, էլի որ 30 օր էր պահանջվելու։ Լավ, բայց այդտեղ քննչական մարմիններից խոսեցինք, դու անընդհատ ներողություն եմ խնդրում Տիրայր ջան, Երևանի քաղաքապետարանն էլ են առանձին պատմությունը անպայման խոսելու նույն ոճով աշխատում, որովհետև այնտեղ 30 օր գրությունը կարծես թե բանը ստանդարտ դրած է, այնտեղ կոպենանում ուղարկում են։ Ուրեմն Երևանի քաղաքապետարանի հետ հաղորդակցությունը դե վերջին շրջանում ահագին վատացել է եւ ես ուզում եմ հատուկ հիշատակեմ վատանալու ժամանակահատվածը այդ այն պահին էր, երբ որ լրատվական վարչության պետն էր կարծեմ, այդ պաշտոնակատար չէր, պետ էր Տարոնը Գևորգյան, Տարոն Գևորգյանի գնալուց հետո Երևանի քաղաքապետարանի հետ հաղորդակցությունը դարձել է մի հայոց պատմություն։ Մենք հարցումները նույնիսկ եղել է դեպք, որ հարցում ենք ուղարկել, երբ որ մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծման աշխատանքների հետ գնման մրցույթի հետ կապված հոդված պիտի գրեինք,
Հարցում եմ ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էլեկտրոնային փոստին, որը որ միշտ մեր հարցումներն էին ուղարկում, չեն պատասխանել այդ հարցմանը։ Ուղղակի չեն պատասխանել։ Հետո ստիպված մի հատ էլ այդ e-request համակարգով ենք ուղարկել։ Այդ ժամանակ էլ ինչա պարզ դարձել, որ Երևանի քաղաքապետարանը միակ կառույցն է, որ e-request-ով երբ որ դու հարցում ես ուղարկում, հարցման ընթացքին e-request-ով էլ չես կարա հետևես, եթե հարցումդ Երևանի քաղաքապետարանին է վերաբերվում։ Պետքա գնաս Երևանի քաղաքապետարանի կայք, Երևանի քաղաքապետարանի կայքի հատուկ բաժնում հետևես նամակի ընթացքին, որի դեպքում չի նշվում, թե ով է այդ նամակի կատարողը։ Իր հետ հաղորդակցության խողովակ չկա ընդհանրապես։ Այտենց էլ ուղարկեցինք, էլի չպատասխանեցին։ Դե դրանից հետո մի հատ լուր գրեցինք, այդտեղ քրեական վարույթ էր նախաձեռնվել այդ գնման ընթացակարգի հետ կապված։ Դրեցինք Երևանի քաղաքապետի նկարը, կողքը դրեցինք քաղաքապետարանի այդ ծիգի ներդրումային ծիգ կա, այդ ծիգի ղեկավարի նկարը, որից 1 թե 2 օր հետո նոր ծիգի ղեկավարը, որը որ պետքա պատասխաներ այդ հարցմանը, մի հատ անբովանդակ ոչինչ չասող մի հատ նամակ պատասխան ուղարկեց եւ իմ մոտ տպավորությունն է ոնց որ Երևանի քաղաքապետարանը ինչ որ պետություն է պետության մեջ եւ բայց իրականում այդպես էլ կա իր իշխանությունով ինքը իր կամայական այս մոտեցումներով ահագին դժվարացնում է տեղեկատվություն առնվազն տեղեկատվության մասով ասեմ էլի իր գործունեությունը չքննարկեն քաղաքապետարանի տեղեկատվություն ստանալ չստանալու այդ աշխատանքային process-ի մեջ եւ չգիտեմ, այս հարցը ոնց է լուծվելու էլ ընդհանրապես։ Հիմա նոր մամուլի խոսնակ ունի Երևանի քաղաքապետարանը, նոր մամուլի խոսնակի հետ չեմ առնչվել, չգիտեմ, բայց չեմ կարծում, որ շատ բան փոխված կլինի։ Գուցե դետալային ինչ-որ բաներ փոխված լինի, որովհետև ընդհանրապես Երևանի քաղաքապետարանում դրվածքն է այդպես, որ լրագրողների հարցումներին չտալ առաջնահերթություն, պետք է չի տալ առաջնահերթություն, գոնե պատշաճ պատասխանեն ժամանակին եւ բովանդակային, որովհետեւ իրենց թվում է, որ ցանկացած պատասխան է։ Դա այդպես չի, էլի, պատասխանը պետք է ունենա նաեւ բովանդակություն եւ որակ։ Այ արդարության համար ասենք, բայց որ այս ինֆորմացիայի բլոկ անելը դա կապված է կոնկրետ այդ կառույցի ղեկավարից։ Եթե Երևանի քաղաքապետը դրա համար ասում շատ բան չի փոխվել, էլի մեծ հաշվով, եթե ղեկավար կազմի դիրքորոշումը անփոփոխ է մնացել։ Հա, եթե Երևանի քաղաքապետը այս դեպքում, եթե օրինակ մի հատ ուզենա ընդհանրապես թափանցիկ աշխատի, այս հարցը կլուծվի։ Նույնը նախարարություններ, օրինակ ես հիշում եմ շրջակա միջավայրի նախարարության հետ որոշ տվյալների խնդրել ստանալ գրություններ, տեղեկատվության հարցումներ, միջև ստանում էինք այդ օրինակ անտառների վարձակալների, երբ որ այդ հոդվածներն էինք անում, ես եւ Քրիստինե Աղալարյանը, հետգրերագրող, տվյալներ էինք ուզում կիսատ պրատ, օրինակ Սևան ազգային պարկի վարձակալների ցանկ էինք մի անգամ ուզել, ուղղակի չեն ուզում տան։ Գոնե պատճառաբանում են, թե ինչի չեն տալիս, թե ուղղակի կիսատ են պատասխանում։ Դե այդտեղ ինչ որ բերում են առևտրային գաղտնիքի, ինչ որ անիմաստ բաներով են փորձում մերժել, բայց մի հատ հետաքրքիր բան կա, որ որոշ դեպքերում գերատեսչություններ կա, երբ որ հասկանում ես, որ տեղեկատվություն ստանալը արդեն անհույս է, եւ պետքա գնալ դատական կարգով այդ տեղեկատվությունը փորձել ստանալ, այդ երբ որ դատարանի անունն են լսում, մի քիչ բան են լինում, փոշմանում են։ Եվ դա ոնց որ օգնում է, բայց դու հիմա գանք, բայց նաև ուզում եմ մեկ քիչ էլ նաև խոսենք դատական գործերից, այսինքն որ դատական կարգով տեղեկատվություն ստանալու մեր փորձերից, ես հիշեցնեմ, որ մենք ֆիզիկայի ինստիտուտի վերաբերյալ մի դատավարություն ունենք, որը քանի տարի տևեց։ 5 տարի։ 5 տարի տևեց։ Մենք ինչ էինք ուզում ֆիզիկայի ինստիտուտից, ուզում էինք հոգաբարձուների խորհրդի որոշումները, ինստիտուտը մերժում էր, այդ տեղեկությունը տալը ասում էր, որ 500,000 դրամ ինչ որ լրացուցիչ աշխատանք պետք է անեմ այդ ինֆորմացիան տալու համար։ Պետք է նոր աշխատող ընդուներ, որպեսզի լրագրողի հարցմանը պատասխաներ, հետեւաբար նոր աշխատողի աշխատավարձը պետք է վճարել լրատվամիջոցին, ինչը աբսուրդ էր։ Բարեբախտաբար դատարանները հասկացան, որ դա ճիշտ չի, որովհետեւ այնտեղ շատ հետաքրքիր մի պատմություն էր, հերիք չի մի աշխատող են վերցնում, մի հատ էլ ղեկավար էին վերցնում, գուցե մեզ էլ
տանային իրենց մոտ օգնականներ, հասարակական հիմունքներով աշխատենք, որ կարողանային այդ ինֆորմացիան տալ, բայց այստեղ մի հետաքրքիր բան ունենք, շրջակա միջավայրի նախարարության մասին նշեցիր, մենք տարիներ առաջ իրենց բայց արի ֆիզիկա ինստիտուտը փակենք, էլի ֆիզիկա ինստիտուտը մի հատ շրջական փակենք, նոր գանք ֆիզիկան էլ կփակենք, բաց բան չենք թողնի, շրջակա միջավայրի հետ դատական գործ ենք ունեցել, իրենք պարտվել են եւ դրանից հետո իրենց վարքագիծը փոխվեց, կարծում եմ սա լավ միջոց էր, բայց միշտ չի որ դատական պաշտպանությունը շատ արդյունավետ է, հատկապես լրագրողների համար, զրույցի սկզբում նշեցինք, որ այդ ինֆորմացիան հնացող է եւ հետեւաբար պետք է շատ արագ հրապարակել, իսկ ցավոք մեր դատական գործերը այնքան երկար են տևում, որ այդ ինֆորմացիան արդեն պետք չի լինում, երբ որ մեզ տալիս են, հա, վճռի հիման վրա։ Հետևաբար ֆիզիկա ինստիտուտին եթե անդրադառնանք 5 տարին բավական երկար ժամանակ էր այդ ինֆորմացիան ստանալու համար եւ արդեն կեսից հասկացանք, որ այդ ինֆորմացիան մեզ ուղղակի պետք չի, բայց քանի որ այսպես ասած մտել էինք ջուրը, պատվով պետք է ջրից դուրս գայինք ու միջև վերջ շարունակեցինք եւ հոգուտ հետաքննողների վճիռ կայացվեց, բայց զուտ դա սա որպես բարոյական հաղթանակ այսպես գրանցեցինք ու անցանք առաջ, որտեղ այդ ինֆորմացիան հետո չօգտագործեցինք, արդեն պետք չէր, դրանից հետո նոր որոշումներ են կայացվել։ Բայց նաև զավեշտը գիտես ինչի մեջ էր, որ երբ որ դատական ակտի հիման վրա արդեն քեզ տվեցին այդ որոշումները, տեսանք որ 20 էջանոց որոշումներ են, որոնց հավելվածներն էլ չկար, եւ այդ որոշումների մեջ առանձնապես որևէ շատ բան չկար, թեև մենք գիտենք տեղեկություն, որ այդտեղ որ գույք էին օտարել, մի հատի մեջ կար, որ այդ գույքը մի հատ փոքր մակերեսով 142 կարծեմ տարածք էին օտարել, այսինքն 5 տարի եւ մեզանից ժամանակ գնաց եւ նյարդեր դատական համակարգին ծառաբեռնեցինք, այդ ֆիզիկա ինստիտուտն էլ փաստաբանի ծախս, չգիտեմ, իրավաբանի ծախս, ինքն էլ ընկավ ինչ-որ բանի մեջ։ Մի ֆիզիկա ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահի քմահաճույքի պատճառով։ Այսինքն այդ հարցման հեղինակը դու ես կարծում եմ այդ խորքային բաները դու ավելի լավ գիտես, թե ինչու էին ուզում թաքցնել, բայց այդտեղ այլ խնդիր կա։ Դատարանում ավելի խայտարակ պատմություն առաջացավ։ Դատարանին տրամադրեցին իբր ինֆորմացիան, որ փոխանցի հետաքննող լրագրողներին ուղղակի սպիտակ A4 ֆորմատի թղթեր էին, ամբողջը փակ ինֆորմացիան իբր գաղտնի պարունակող տեղեկատվություն, այսինքն նույնիսկ դատարանին հնարավորություն չէին տալիս գնահատել, դա պետքա փակվի, թե չփակվի, այսինքն A4 ֆորմատի սպիտակ թուղթ վերցնել եւ նայել ասել, որ ինֆորմացիան տրվել է, սա աբսուրդ է, եթե չասեմ, որ չգիտեմ, էլի ձեռառնոցի է, կոպիտ ասած, բայց փաստը այն է, հիմա եթե վերադառնանք ընդհանուր դատական համակարգին, ցավոք որոշ դեպքերում պետք է գնալ դատական պաշտպանության ճանապարհով, որպեսզի գոնե նախադեպային եւ դաստիարակչական բնույթի որոշումներ ունենաս։ Մի անգամ էլ MIP-ով ես դու փորձել տեղեկություն ստանալ, ճիշտ եմ հիշում։ MIP-ով սա որպես դատարանին այլընտրանք, այսինքն արտադատական կարգով ստան, մի անգամ չէ, երկու անգամ, սա էլ մի ուրիշ զավեշտ է։ Մասամբ ստացել եմ, բայց ցավոք մեր օրենսդրությունը այնքան թերի է, որ MIP-ը որևէ լծակ չունի պարտադրելու, որպեսզի զուտ որ ինքը միջամտումը այդ ժամանակ մի փոքր լարվածություն չի առաջանում այդ տեղեկատվության տնօրինների մոտ։ Չեմ ասի լարվածություն, որովհետև եթե որևէ հետևանք իրենց համար չի առաջանալու, ինչի պետքա լարվի, եթե հանգիստ նստած են։ Այսինքն MIP-ը որոշում կայացրեց, գրություն ուղարկեց, որ այդ ինֆորմացիան ինչու չես տալիս, խախտվել է եւ այլն, հա չեմ տալիս։ Դրանից հետո մենք իհարկե երկու գրության հիման վրա MIP-ից ստացանք պատասխաններ, բայց MIP-ը ավելի շատ միջնորդի դեր կատարեց, դիմեց, պատասխանը ստացավ, ուղարկեց, բայց նույնիսկ MIP-ի գրասենյակում չստուգեցին տրամադրած ինֆորմացիան որակյալ է, թե որակյալ չէ, այսինքն ամբողջ ինֆորմացիան է պարունակում, թե չէ։ Էլի մասամբ տրամադրեցին, բայց մասամբ, այսինքն դարձյալ մեր
իրավունքը մնաց ոտնահարված, որովհետև ամբողջական ինֆորմացիա չստացանք, բայց որպես այլընտրանք, հա, կարելի է դիմել MIP-ին, դրանից էլ եմ ասում, մեծ հույսեր չի փայել, բայց հա, վնասել չկա, որովհետև գոնե մասամբ շատ արագ նկատի ունեմ դատարանի համեմատ հնարավոր է ինֆորմացիա ստանալ, բայց որ ասել դրանով կփարատվի քո բոլոր այդ ակնկալիքները կամ կարդարանան չէ։ Հիմա չգիտեմ, բայց ես մենք հիմա այսքան բողոքում ենք պետական կառույցներից, այս մասը կլսեն, չեն լսի մեզ դիտողները, բայց պետական կառույցներում էլ կլսեն, թե չեն լսի։ Եվ լսողներին, շարքային քաղաքացիներին եւ պատասխանատուներին սա պետքա մտահոգի, որովհետեւ երբ որ խոսում ես, որ այդ կառույցները վատ են աշխատում, դա խոսում է ժողովրդավարության տարերի թափանցիկության, հրապարակայնության, հաշվետվողականության բացակայության մասին։ Սա վկայում է, որ պատկան մարմինները այդքան ժողովրդավարական ուղի չեն բռնել եւ այն միֆը, թե մենք հիմա ավելի լավ ենք աշխատում եւ այլն, իրական դա թվացial է։ Չեմ կարող ասել, որ միշտ է այդպես, շատ դեպքերում այո թափանցիկ են աշխատում, բայց սա էլ գնահատման հարց է, թե ինչքանով է առնչվում իրենց անձնական շահերին եւ ինչքանով է վերաբերում իրենց եւ մերձավորների ռիսկերին, որովհետեւ գրեթե բոլոր ոլորտներում կարելի է գտնել կոռուպցիոն ռիսկեր, թաքնված պաշտպանվող իրենց տեսանկյունից խիստ պաշտպանվող ինֆորմացիա, որը այդպես էլ հասանելի չի դառնում, ինչպես նախորդ իշխանությունների դեպքում եղավ, կարծում եմ այս իշխանությունների դեպքում հաջորդ իշխանությունների ժամանակ նոր կիմանանք, թե ինչ է արվել այսօր։ Նաև մի ուղղակի արձանագրում կուզեի անեինք, որ պետական կառույցները, համայնքային կառույցները միատեսակ եւ միաձև չեն տեղեկատվություն տրամադրելու հարցում։ Ամեն մեկը իր առանձնահատկությունն ունի։ Մենք հիմա իհարկե խոսում էինք մեծամասամբ տեղեկություններ չստանալու դեպքերին, այդ բարդություններին, բայց կան կառույցներ, որտեղից էլ հարցում ենք անում տեղեկատվությունը պատշաճ ստանում ենք եւ աշխատում ենք։ Օրինակ մեր Սեդան ասում է, որ ֆինանսների նախարարությունից նորմալ ստանում է տեղեկատվություն, ստանում է տեղեկատվություն էկոնոմիկայի նախարարությունից ուշացումով, բայց ստանում է տեղեկատվություն։ Ես իմ փորձից կարող եմ ասել, որ կան էլի կառույցներ, որոնցից լինում է նորմալ տեղեկատվություն ստանալ, բայց դա ինչքանով է հակադրվում, այսինքն ամեն անգամ տեղեկատվություն փնտրելուց պետք է մի հատ վերհիշես, մտածես, այս կառույցը ոնց էր տալիս, այս կառույցը չէր տալիս, այս կառույցին ոնց դիմես եւ այդ պայմաններում ստացվում է, որ իսկապես ինքը բան է, միաձև չի աշխատանքը տեղեկատվություն տրամադրելու որ միասնական մոտեցում քաղաքականություն չկա։ Իսկ ինչ վերաբերում է համայնքներին, օրինակ համայնք կար, Գյուլագարակ համայնքը, որտեղ որ մի օրինակն ասեմ, արագ, որ հարցում ենք ուղղակի չէր պատասխանում։ Չի պատասխանում։ Այդ համայնքները ունեն այդ ինքնուրույնությունը, համայնքների ինքնակառավարման մարմինն ասած է, իրանք հենց ուղիղ են հասկան, որ իրենք իրենց տերն են եւ որևէ հաշվետվողականությամբ հանդես իրանք իրավունքը ինքնուրույն գործելու, ոչ մի հաշվետվողականություն, ոչ մի թափանցիկություն, իհարկե այնտեղ շուտ տարածքային կառավարման նախարարությանը որոշակի տվյալներ տրամադրելու պարտավորություն ունեն այդ որոշումները բաները, բայց համայնքի ղեկավարներ կան, որ ընդհանրապես որոշումները պատշաճ չեն հրապարակում։ Այն հələ չեմ ասում, ինչ որ ավելի խորը տվյալ որ ուզենք ընդհանրապես համայնքի ղեկավարի որոշումները, ավականու որոշումները։ Եվ այս դեպքում շատ ավելի դժվարանում է, էլի։ Կուզեի, բայց մի օրինակ էլ ասեի ու փորձենք վերջին մոտեցնենք այս մեր զրույցը։ Մենք հիմա նաև Վանաձորի համայնքապետարանից էինք փորձել տեղեկություններ ստանալ, Արմեն Ղազարյան մեր լրագրող, չէին տրամադրել շինթույլտվությունների հետ չէ կապված։ Դու ոչ թե չէին տրամադրել, այլ ընդհանրապես չէին պատասխանել։ Դիմել ենք վարչական դատարան, որ ասում եմ դատական պաշտպանությունը արդյունավետ չի, սա դրա տարերից մեկն է, հա։ Վարչական դատարանը մի աբսուրդ որոշում էր կայացրել, հայցադիմում վարույթ ընդունելը մերժելը, պատճառաբանելով, որ լրագրողը հարցմանը կից
կողմից չի ներկայացրել որոշ լիազորություններ հաստատող փաստաթուղթ, լիազորագիր, պայմանագիր եւ այլն, որ ինքը հանդիսանում է հետաքննող լրագրողներ ՀԿ-ի Ասում են, որ լրագրողը։ պետք է մենք լիազորագրով դիմենք։ Ասում է, դու քո սեփական կարիքների համար ես դիմել, դու լրագրող չես, սովորական ֆիզիկական անձ ես, հետեւաբար դու չես կարող, հետեւաբար հետաքննող լրագրողները չի կարող հայց ներկայացնել։ Եվ շատ լավ էլ sense նշել են, հա, թեև հարցումը կատարվել է հետաքննող լրագրողներ ՀԿ-ի ձևաթղթով, հայցը վարույթ չընդունվեց։ Ոչ, վերաքննիչ վարչական դատարանը եւս անփոփոխ թողեց ստորադաս դատարանի որոշումը։ Հիմա դիմել ենք վճռաբեկ դատարան, հույս ունենալով, որ վճռաբեկ դատարանը սխետարակ որոշում ուղղակի կվերացնի եւ կկայացնի նոր դատական ակտ, որովհետեւ ոչ օրենքով, ոչ աշխատանքային պրակտիկայում չկա նման բան, որ լրագրողը հարցմանակից պետքա ուղարկի խմբագրի լիազորագիրը, որ գիտես, ես լիազորում եմ այսինչ լրագրողին, որ տեղեկատվություն ստանա եւ հրապարակի։ Եվ բացի այդ չկա որևէ իրավական կարգավորում, որ հենց վարույթ ընդունելու փուլում պետքա ապացուցման բեռ դնել լրատվամիջոցի վրա։ Լրատվամիջոցը գուցե ընթացքում ոչ տեղեկություններ փոխանցի դատարանին, հաստատելով, որ այո, այդ անձը հանդիսանում է իմ աշխատակից է, հետեւաբար հանդես է եկել իմ անունից, բայց միանգամից վարույթ ընդունելու փուլում ասել, որ դու պարտավոր ես մի շարք բաներ ապացուցել, դա աբսուրդ է։ Այդ դատավորները փորձառու դատավորներ էին։ Տարիներով աշխատող դատավորներ են, սկսնակներ չեն, եւ ասեմ, որ որոշ դեպքերում սկսնակները ավելի փորձառու են, քան ստաժավոր փորձառուները, որովհետեւ տարիներով աշխատած դատավորները կարելի ասել արդեն սկսել են իրենց վրա չաշխատել եւ մեկ-մեկ այնպիսի աբսուրդային որոշումներ են կայացնում, ասիկ թվում է, որ իրենք ոչ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներն են կարդում, որը իրենց պարտականությունների մեջ է մտնում, ոչ եվրոպական դատարանի որոշումներն ու վճիռներն են կարդում, ինչ տարիներով կիրառել են, քարացած նույնությամբ էլ կիրառում։ Մեր հույսը հիմա վճռաբեկ դատարանն է, բայց որ ասեմ վճռաբեկ դատարանն էլ փայլում է իր այսպես անաչառ որոշումներով, դա էլ բոլոր դատարաններից դժգոհ է։ Բոլոր դատարաններից դժգոհ եմ, ինչի եմ դժգոհ, որովհետեւ փորձն է ցույց տալիս, որ դատական համակարգը վստահություն չի վայելում։ Կան առանձին դատավորներ, իհարկե, չեմ կարող ասել, որ 100% բոլոր դատավորները, այսպես ասած, վատպիտակներ չեմ կարող կպցնել, բայց փայլուն դատավորներ ունենք իհարկե, հատկապես նոր նշանակված դատավորները, բայց քանի որ այդ մարմինները ոչ դեպքերում կոլեգիալ կազմերով են այդ որոշումները կայացնում եւ այդ առանձին անձինք մեծ հաշվով, այսպես ասած, եղանակ չեն փոխում, դրա համար որպես հավաքական կերպար եմ, հա, ներկայացնում, նույն վճռաբեկում էլ շատ լավ դատավորներ ունենք, բայց եթե ինքը առանձին որոշում կայացներ, գուցե հույս ունենայի, որ այ օբյեկտիվ կլինի։ Բայց մենք մեր հույսը չենք կորցնում։ Իհարկե չենք կորցնում, չենք կորցնում, որովհետև եթե հույսը կորցնենք, այդ նշանակում է, որ ընդհանրապես չպիտի դիմել դատական պաշտպանությանը, որովհետև դե միշտ մեր դեմ որոշում կայացնի, ինչը իհարկե ճիշտ չի։ Պետք է նաև այդ ճանապարհով գնալ, ցույց տալ նաև այդ այցյանի խնդիրները, եթե իհարկե խնդիրների հետ կան։ Ինձ թվում է, որ արդեն այս զրույցի այս մասը արդեն շատ նեղ մասնագիտական է դառնում, լրագրողներին կհետաքրքրի, իրավունքի մասնագետներին կհետաքրքրի։ Այստեղ ուզում եմ արդեն ոնց որ կանգնենք, Գրիշ, այս մեր զրույցը, բայց նաև դիմելով մեզ դիտողներին, հետքի ընթերցողներին, օրինակ հետաքրքիր կլինի իրենց փորձը ոնց ա եղել պետական կառույցներից տեղեկություններ ստանալու գործում։ Մենք ելի եմ ասում շատ դեպքեր գիտենք, որ պետական եւ համայնքային կառույցները քաղաքացիների նամակներին շատ վատ են պատասխանում։ Մի 5 հարց են ուղարկում քաղաքացիները, դրանցից 1-2-ին են պատասխանում, թե Երևանի քաղաքապետարանում, թե մնացած այլ պետական կառույցներում։ Կուզեինք ձեր փորձով կիսվեիք, որը գուցե նաև հետագայում մեզ համար էլ լինի նոր նյութի թեմա եւ փորձենք այդպես հոդվածով բարձրաձայնենք քաղաքացիներին հուզող այդ հարցը
Եվ միևնույն ժամանակ մենք խնդրում ենք այն մարդկանց, ովքեր որ ուզում են հետքին աջակցել, ամսական ընդամենը սկսած $2 կարող եք Patreon-ի միջոցով նվիրատվություն անել, որը որ կօգնի հետքի աշխատանքին։ Չմոռանաք բաժանորդագրվել հետքի YouTube-յան ալիքին, եթե իհարկե բաժանորդագրված չեք, եւ հետևեք մեր հաջորդ թողարկումներին։ Նախորդ մեր առաջի թողարկման ժամանակ ասացինք, որ մենք կարդում ենք կոմենտները, մեկնաբանությունները, եթե ինչ-որ բան վատ ենք անում, գրեք այդ մասին, եթե թեմաներ եք ուզում մեզ Այո, նաև առաջարկություններ առաջարկները ձեր ասեք, եւ դրանք պատշաճ կարգով կքննարկվեն մեր խմբագրությունում եւ կունենան իրենց լուծումները կգտնեն։ Հիշեցնեմ ուղղակի, որ մենք այսօր տաղավարում զրուցում էինք հետքի լրագրող Գրիշա Բալասանյանի հետ եւ ես հետքի լրագրող Տիրայր Մուրադյանն եմ։ Լավ եղեք։